ԱՄՆ վարչակազմը նախատեսում է սկսել 700 միլիոն դոլարի գործարք Թուրքիային կործանիչների շարժիչներ մատակարարելու համար, հաղորդում է Reuters-ը հղում անելով կոնգրեսին ուղղված համապատասխան ծանուցմանը։ Ըստ գործակալության գործարքը վերաբերում է մի քանի տասնյակ շարժիչների։ Օրենսդիր մարմինը այժմ 15 օր ունի գործարքը կասեցնելու համար, եթե համաձայն չլինի ծրագրերին։ Հորմուզի նեղուցով տարանցիկ նավերի անվտանգացումը չի կարող երաշխավորվել երկիմաստ համաձայնագրերով, զուգահեռ երթուղիներով կամ որպես ափամերձ պետության Իրանի շահերից դուրս կայացած որոշումներով։ Ցանկացած հավաստի ծրագիր պետք է հիմնված լինի Իրանի հետ համակարգման եւ Իսլամաբադի փոխանցման հուշագրի 5-րդ կետի դրույթների հիման վրա։ Հակառակ դեպքում արդյունքը կլինի նշված զուգահեռ երթուղու կասեցումը, նշել է Իրանի փոխարտգործնախարարը։ Եվրոպայում շոկ եղանակը եւ երաշտը վերջին 18 տարվա ընթացքում հանգեցրել է տնային տնտեսությունների միջին տարեկան եկամտի 3%-ով նվազման եւ 5.6 միլիոն եվրոպացու կանգնեցրել է աղքատության վտանգի առաջ, հայտնում է Bloomberg-ը հղում անելով հետազոտությանը։ Նշվում է, որ շոկն ու երաշտը հանգեցնում են բերքի կորստի եւ մատակարարման շղթաների խափանման, ինչը բացասաբար է անդրադառնում մարդկանց աշխատավարձերի վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան 160-160-ի դիմաց գերիների փոխանակում են իրականացրել։ Ռուսին ծառայողները կվերադառնան հայրենիք անհրաժեշտ օգնությունը ստանալուց հետո։ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ վերադարձի ընթացքում մարդասիրական միջնորդություն է ցուցաբերել Արաբական Միացյալ Էմիրությունները։